Դե ինչ հարգելի հետևորդներ, դուք ունեք այս պահին եզակի հնարավորություն դիտելու 104 տարեկան հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերան պարոն Պողոսյանի հարցազրույցը։ Ձեզ բարի դիտում։ Պարոն Պողոսյան, ձեր կոչումը ո՞վ է? Առաջին լեյտենանտ։ Ավագ լեյտենանտ։ Եզակի հնարավորություն ունենք հարցերտալ պարոն Պողոսյան։ Դուք կարող եք ասել, որոնք են ձեր ամենավառ հիշողությունները այն տարիներից պատերազմի, որ դուք հիշում եք, ամենավառ։ Դե մատեն, ես զորակոչվեցի 40 թվի, դեր պատերազմ չկար, ու այն ժամանակ հայկական դիվիզիաները չկար, ու օբշի էր, սովետական։ Այդպես 10-րդն ավարտեցի, մեզ է տարան բանակ, տարան, օրինակ, ես Նիկոլայև քաղաքում, որ դիվիզիան, որ հունդը, պետի վերջ էր, տարան Նիկոլայև քաղաքը, լավ եղանակ էր, մեզ սպանում են, սովորեցնում են։ Մի հարց եմ տամ ու այսօր վերջացնում։ Ինչ զգացիք, երբ պատերազմը ավարտվեց։ Պատերազմ ավարտվեց, արդեն մեր դիվիզիան արել էին այդ ժամանակ Մանջուրիայի սահմանի վրա սոլդատները, որը որ չի մասնակցել ներկան, հարայգուրանը տերել են ուղարկեք ֆրոնտ ասում, կոմանդիր շասնել ասում, եսա ծեր ֆրոնտը Մանջուրիայի սահմանի վրա, ամուր գետի վրա, յապոնական դիվիզիաներ կան։ Շնորհակալություն։ Ինչ այլից։ Ինձ համար մեծ պատիվ էր, որ դուք հարցեր տվեցիք, շնորհակալ եմ ձեզ, այսօր ձեր կողմնա շնորհավորում եմ ձեզ։ Ապրեք, ձերները։